Չէ՞։ Եղել է, չէ՞ ժողովուրդ ջան, ոչ չեմ հնարում։ Դուք չունեք ինքնասիրություն։ Ու ֆուտբոլ սիրողները, ֆուտբոլ նայողները շատ լավ գիտեն, որ Վրաստանը Երևանում մեզ մեղկաց։ Այն 3-0-ն կարող լիներ 6-0, 7-0, 8-0։ Գրի դուրս արի, չես կարում։ Պարոն վարչապետ, ես քեզ շատ եմ հարգում։ Դու ով ինչ ուզում ասի, ես համոզված եմ, Նիկոլ Փաշինյանը ազնիվ մարդ է, բայց ինչին կպա բարդակը, կներեք այս բառիս համար, ժողովուրդ ջան, բայց ինչին կպա բարդակը, կոնտրոլ չկա, ինչ ուզում են անում են, ցանկացած ոլորտում։ Ֆուտբոլը իր հերթին, քննչականը իր հերթին, այնպես բևեռային տարբերություններ կա, չէ՞, ֆուտբոլը ու քննչականը, այն բանին գտնում ես իր հերթին, այն նախարարություն մտնում ես իր հերթին, բարդակ։ Պարոն վարչապետ, ելի եմ ասում, ես հավատում եմ, որ դուք ազնիվ մարդ եք, ես իրոք դրա մեջ համոզված եմ։ Но умейте контролировать։ Կաշին քերթելը սովորեք, պահանջեք ռեզուլտատ։ Ով է գալի ինչա պատմում, խիսես չեղավ, մենք խի ռեզուլտատ չստացանք, արդյունք չստացանք, որովհետև ինչ հետաքրքրում են։ Չկա արդյունք, գնացիր։ Հələ ես մի հատ էլ կխորանամ, ինչի արդյունք չեղել։ Կարող է կոռուպցիոնի հարց կա։ Պարոն վարչապետ, Չագուչե Բանտիկով, հիշում եք ձեր ձեռքներ, ուր է։ Այս ամբողջ ազգը, ես այդ թվում հավատում էի ոտքի, մինչև հիմա էլ ես այն չի, որ դառել եմ անտինիկոլական եւ այլն, ես հիմա նիկոլական չեմ, անտինիկոլական էլ չեմ, բայց մի պարզ բան, մենք բոլորս պահանջում էինք Թավիշին վերջ, չէ՞։ Չագուչը վերցրեցի Կարմիր Բանտիկով եւ այլն, ուր է։ Ուր է Չագուչը։ Ֆուտբոլից սկսած, հեսա մնացած է հեսակասեմ ես։ Սա ասում եմ, ոչ ոք չուրախանա հանգարց, որ ես վարչապետին կրիտիկա եմ անում, բանային քոչարանականները չէ ոգևորվեն։ Ձեզ ես կգնդակարեմ, ստեղ վարչապետին, ուղղակի կրիտիկա եմ անում, մի բան, գոնե ինձ լսի, ինչ-որ մի բան ուղղի, կստացի տենց բաներ շատ է եղել։ Լավ, սկսենք Փարաքյարից, ժողովուրդ ջան, ժողովուրդը արդեն հավաքվեց, սկսենք Փարաքյարից։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանի կուսակցությունը հաղթեց Փարաքյարում։ Ես հենց մի հատ բան ասեմ, իմ մոտ շատ ցավում է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվում բերդում նստած է, իրոք ցավում է, ես չեմ ուզի, դա ինձ ցածրացնում է, որպես հայ ինձ դա ցածրացնում է։ Ինքը Երևանում պետք է գար ու հարցերին պատասխաններ տար, ու եթե ինքը սխալ է, Երևանում պետք է նստեր, եթե ճիշտ է, ազատության մեջ լիներ, բայց ինձ ցածրացնում է, որ ինքը Բաքվում է, բայց Փարաքյարում, որ ընտրեցին իրան, Փարաքյանցիներ ջան, դուք գիտեք իմ կապերը Փարաքյարի հետ ինչքան մեծ են, ինչ ուժեղ են, դուք Ռուբեն Վարդանյանի կուսակցությունն եք ընտրում, դե եկեք ձեզ այս բան ասեմ, մենք աստա մեր ռազմարդյունաբերության ընկերության հաշիվը սկզբից բացել էինք Ռուբեն Վարդանյանի բանկում, մեր հաշիվը փակեցին, բայց ինչ է փակում հաշիվը, ռազմարդյունաբերության ընկերությունն հաշիվը պետք է, մարդկանց աշխատավարձ ես տալի, բան ես տալի, հազարատ, мы не обязаны отвечать вам, почему мы закрыли ваш счет. Это իմացեք ժողովուրդ ջան։ Հիմա որ շատերը վայ մեր Ռուբեն Վարդանյան եւ այլն, հա ինձ ցավում է, ես չեմ ուզում ինքը Բաքվում լինի։ Բայց իմացեք, այդ փաստերը ռազմարդյունաբերության կամպանիայից իր բանկում հաշվի փակում են։ Փարաքյարցիք ում ընտրիկ իրան, իր կուսակցությունը, այդ 5000 դրամներով, 10000 դրամներով, հա։ Կաշինները տեն քերթելու, այդ 5000-ը 100 անգամից ավել վեհետ են վերցնելու։ Գլխների տնից է գալու,
Իմ վարչապետն էլ ասում է Գյումրիում ուզում է հետ գա Վարդանիկը, որ իր փողերը պահի գողացած փողերը։ Հիշում եք անցյալ էջուրում ասում էի։ Հա? Ուրեմն որ ինքը եկավ քաղաքապետ, շո քնչական էլ չի աշխատելու։ Հիմա Փարաքյարում էլ լետի եղավ։ Այդ բան ասեմ, ես այս Ղարաբաղից կխոսամ ու կխոսամ Գյումրիից։ Այն Միկը Բադալյանը, էլի, կոնտրոլի մասին է խոսքը, պարոն վարչապետ, որ հիմա ասում էի, ախր դա վարչապետի գործն էլ չէ, դա ածի գործն է եւ մնացածի։ Լավրովի խոսակցությունը Միկը Բադալյանին, տեսել եք, չէ՞, ով չի տեսել, ասել Ժողովուրդ ջան, Միկը Բադալյանին ասեց, мы с вами давно работаем и благодарны вам за вашу работу։ Հայաստանում ինչ գործ ունի ինքը։ Զրկել Հայաստանի քաղաքացիությունից Իրան, ինքը Հայաստանի քաղաքացի է։ Ցավոք։ Ոնց որ Արա Աբրամյանը որ եկել էր այրոպորտ, իրան չէին թողում 5 ժամ պահեցին, հետո թողեցին, օրենքով իրանք չունենք իրան չթողել Հայաստան, որովհետև ինքը Հայաստանի քաղաքացի է։ Զրկել քաղաքացիությունից։ Ունենք այդ հնարավորությունը, թե չէ։ Միկը Բադալյանին, Արա Աբրամյանին եւ այլն։ Ախր մի քիչ ժոստկի պետք է լինի պետությունը, ուժային կառույցները եւ այլն։ Այսինքն հասկացանք թավիշ, բայց թավիշը չի նշանակում լոխում, հազար ներողություն։ Ինչ է կատարվում։ Ես հիմա մի քիչ ծանր կխոսամ Ժողովուրդ ջան, բաներ կա ասելու։ Իմ համար շատ ծանր է։ Բայց խոսանք հիմա Ղարաբաղցիներից, հետո Գյումրի մասին, հա։ Ղարաբաղցիներ, այն որ գնացել կանգնել եք, այն լվասկ եք փռում, բան եք անում։ Քաղաքի կենտրոնում գնացել լվասկ եք փռում, արա։ Արա էսի ձեր գադրուտի էսի ինչի չէ, եսի միջ գյուղը չէ, Մարտակերտի էսի միջ գեղը չէ։ Երևանն է կենտրոնն արա։ Մեկն է բիչոկակցում պապիրոզը ես դժում եմ ես էդի տենում եմ։ Այդ մարդուն մոտի կանում եմ բան եմ անում։ Ինչ լվաս փռել, այն պուճուր երեխեքին էլ բերել եք այն ասֆալտին նստացրել եք բան։ Դուք ով եք արա։ Ում համար են կյանք տվեմ ենք։ Ունեցել եք պուճուր բան պուճուր ժամանակվանից ընկերներ, որը ձեռի վրա մահացել է, զոհվել է, լացելով զոհվել է։ Ես ունեցել եմ։ Ձեռից վրա զոհվել է։ Ձեր համար ենք անում։ Ասում եմ, մեր փողը տվեք, ես Հայաստանի քաղաքացիություն երբեք չեմ, բայց գյոր ելնես դու։ Սկզբից ասել չգային գտե։ Սաղ պատերազմների իրար հետ 20,000 զոհ ենք տվել ձեր համար։ Ու մի երկու մարդ կար, Ժողովուրդ ջան, ես միշտ Ղարաբաղցիների մասին շատ դուրբ եմ խոսացել։ Մի երկու մարդ կար, հանուն իրանց ես միշտ փապկացնում էի բան էի անում։ Երեք խոսում էի հետները հեռախոսով, իրանք լրիվ նրանց կողմից են։ Իսկ հիմա ես արդեն ես չունեմ սահման։ Ես կասեմ, կձուլվեք հայ կդառնաք։ Ոչ միտեղ դուք Երևանում պրախոտ չպետք է ունենաք։ Իմ շատ մոտիկ ընկերուհին զանգում է ինձ ամուսնու հետ, ասում է Գորջան, կարաս օգնես մանկապարտեզով։ Ինչ է եղել, ասում է դե երեխան ուզում եք մանկապարտեզ տան, որ բանը գնան գործի։ Մանկապարտեզը ասում է Ղարաբաղցիները անհերթ են, բանը ու ասում է մանկապարտեզում տեղ չկա, իրանք որ գալիս են առանց հերթ են Երևանում։ Մարտակերտի եսին որ գեղից, հադրութի եսին որ գեղից։ Խիարա, բայ Երևանի երեխեն։ Կստати, նույն այդ Մարտակերտի գեղի ու հադրութի գեղի մարդկանց ես առաջարկել եմ Մեղրիում, ես ինքս իրանց բան կանեմ։ Մեղրիի քաղաքապետն այն ժամանակ նորա դուս եկել, այն ժամանակ քաղաքապետը ասում է Գորջան, տունը ու կովը տալիս ենք։ Չգնացին, իրանք Երևան էին ուզում։ Գյոր ելնեք դուք։ Արտակ Ղուկասյանը մի անգամ ասեց, ես որ այդ պատոկ եկավ Ղարաբաղից, ասեց հեսա Ռոբերտ Քոչարյանը մեծ բան ունենալու, պուբլիկա է ունենալու, այդ դսերը գորգրացող։ Այն նարկաման ջութակահորուին, անունը չտամ հիմա,
Ֆա ինչ գրեց Արտակի մասին, այն միացան բանարին։ Սխալ էր։ Սխալ էր Արտակը, տենում եք։ Իսկ այդ նարկաման ջուտակավորուն ես հարց եմ տալի, քորդ հետդ քիչ է խոսում։ Արա ես այս բաներին երբեք չեմ մանրանում։ Քրոջ տամոսինը սիրուներ։ Падонок негодяйка։ Հա, ու Ղարաբաղցիք, ձեզ խելոք պայեք Երևանում, Երևանը այն քաղաքը չի, որտեղ ամեն ինչ հանգիստ կլինի։ Завтра начнется обстрел։ Խերներ տանեցելու են։ Խելոք պայեք ձեզ Երևանում։ Մլավում է, կարա անտե բանը Բաբայան Սամվելը վերջի օր է, երկու օր էր մնացել Ղարաբաղը անձեն, Բաբայան Սամոն հելնում է միկրոֆոնով խոսում է հրապարակում ցույց է հավաքում, ասում է կորցնում ենք Ժողովուրդ ջան, գոնե մի անգամ բան սուսու փուստուն գնացիք, եկել եք հիմա բանը Երևանում լվացք եք բռնում կենտրոնում քաղաքի, բան եք ցույցեր եք անում։ Դուք ով եք արա։ Սմա Հայաստանի քաղաքացիություն երբեք չեն վերցնի։ Հազար ներողություն սիկտիրետ քաշի Հայաստանից։ Спасибо России ասելով կգնաս բանում կապրես, Ուսլաբինսկում կամ Վառենյուժում։ Երևան ոտը չմտնի։ Ցանկացած Ղարաբաղցի, ով Երևան գալիս է, Ժորժ ջան, ես գիտեմ Ղարաբաղցիներ, որը 70 քանի տարեկան մարդ է, եկել բանը, հա, ինչ որտեղ փորձեցի օգնեմ այդ մարդուն, բան, հա, ընդունված գործի, օրը 7000 դրամ փող է ստանում բանը շինարարությունում, ինքը ուստայել չի։ Բան որը, են ծանր մեր 70 քանի տարի, թե 72, հատե 73-ը տանում է։ Ձեր ցավը տանեմ, բարի գալուստ հայրենիք։ Բայց են մնացած են ուբլյուդիկները, որ սենց պոնտերով բանով։ Գյորբը եք։ Գյումրեցիներ ջան, հիմա ձեզ գամ, խոսեմ ձեր մասին։ Այս բանը ես առաջի անգամ եմ ասելու հիմա էֆիրում, երբեք չեմ ասել։ Ես Գյումրին իրոք շատ եմ սիրել, ոչ մի կապ չունեմ, ոչ մի բարեկամ բան Գյումրի չունեմ։ Ուղղակի ես Գյումրի են բանը ես շատ եմ սիրել։ Են ասել խոսալը, բանը իրանց ակցենտն եմ շատ սիրել, հաց ու աղն եմ շատ սիրել, իրա գյումրեցիք հյուրասիրող ժողովուրդ են, բան, սենց, ջիգերով էլ։ Ես ինչ արիք, ձեր ցավը տանեմ։ Դուք, որը տվել եք այդքան մեծատառով մարդ մեր ազգին, հա? Սրան եք արժանի։ Վարդանիկ եք արժանի։ Այդ ինչ ձեզ պատահի, ձեր ցավը տանեմ։ Դուք այդ բանը խոսալով Գյումրեցու թասիպ ասելը այդ դուք էդի սարքիք դրոշ չհասկանալով որ դա տենց չի դուք ոչ ոքից լավը չեք ոչ ոքից էլ վատը չեք բայց էդի ասելով դուք այնքան հոռացաք ձեր մեջ ախպեր Գյումրեցու թասիպը բան խիք հավարցուց ինչով ես լավ Երևանցուց ինչով ես լավ բայց այնքան հոռացաք դուք ձեզ հավատացիք բանարիք ու վերջում Վարդանիկ ընտրեցիք Ես պուտանկեքին չեմ ուզում հիմա նեղացնեմ, բայց թող ներեն ինձ պուտանկեքը, 5000 դրամով երեխուտ ապագան վաճառելը, դով ես արա, պուտանկա չես? Քանի հազար մարդ 5000-ով երեխու ապագան վաճառեց, պուտանկա չես արա? Թու պուտանկեքը ինձ ներեն, պուտանկեքը գոն է, հնարավոր է բան ունենան, ինքնասիրություն Գյումրին ժողովուրդ ջան, ես բան էի տանում, եղել է ժամանակ 120 ընտանիք, եղել է ժամանակ 600 ընտանիք, ես տանում էի, պահում էի, բանով ֆուրով ապրանք էի բերում Գյումրիում քաղաքապետարան, բան, իմ մի պայմանն է եղել, որ տան մեջ տղամարդ չունի, եթե տղամարդ կա, այդ տանը ուտելիք չի ասնում, то есть տղամարդը թող գնա աշխատի, եթե անտղամարդ ընտանիքը, Գյումրիում կար բան, մարզպետ
Տիգրան Պետրոսյան, մարդ, որ իմ համար ես հպարտանում եմ, որ այդ մարդուն ես կարում եմ ասեմ ընկետ։ Այդ բարձր մարդն է։ Կերան, Գյումրիում կերան իրան։ Ես իրանից թույլատրություն չեմ խնդրել, որ բանը պատմեմ մանրամասները, դրա համար մանրամաս չեմ պատմում։ Գյումրիում իրան կերան։ Ինքը դուրս եկավ մարզպետարանից։ Ուտողները եկան այսօր Գյումրի։ Սրան էի կարժանի։ Գյումրեցիներ ջան։ Էլ եմ ասում, վատը չեմ ասում։ Այնտեղ լավն էլ կա, վատն էլ կա։ Ուղղակի մի ասեք, մենք ամենալավն ենք։ Արփինե Պետրոսյան, հա ոնց որ բանը, ես մի 4-5 տարի առաջ իր տնից Ռոման Բաղդասարյանի հետ այն ժամանակ էֆիր տվեցինք, իր տուն մտանք, Գյումրեցի կինը։ Հա։ Արփինե ջան, քուտուն մտել եմ։ Մինչև հիմա ձեն չեմ հանել։ Քուտուն մտել եմ, այնտեղ էֆիր ենք տվել, դու հայկին բան, գիլաս, սուրճ, բան, սենց ջիգերով մտա, որպես իմ քույրիկի տուն մինչև հիմա էլ ես ասում, որպես քույրիկ եմ ընդունում։ Բայց իմ պատերազմը որ ես գուշացրեցի, այն զիբիլը որ սկսան թափել վրես, ինչ ասեցիր իմ մասին։ Էֆիր մտար ասեցիր, ձեն չեմ անել, մինչև այսօրվա օրը, հլնայի քանի տարի անցել։ Բայց հիմա ասեմ, քույրիկ ջան, զանգերի մի հատ ներողություն խնդրեր, գորի ասած եղավ։ Գորբը է ես, որ իմ ասած եղել է։ Այդ պատերազմը չներ, թող ես սուտասան դուս գայի։ Բայց քանի որ եղավ, մի հատ զանգերի ասեի, ախպերս, կներես, կոպիտ բան եմ խոսել։ Քուրիկ ջան, այդ բանը արա, մինչև հիմա ես կընդունեմ, այս է ձեռներով կընդունեմ։ Այդ բանի համար եմ ասում, Գյումրեցի ջան, մի մտածի, որ սենց դու ամենաբարձրն ես, չէ ցավը, ոչ ոքի բարձր ես, ոչ ցածր ես։ Հա, իմ համար դու Հայաստանի համն ես, որ Գյումրեցին, որ խոսում է, կստати, почему-то Գյումրեցի կնանեք թողներ են ինձ, կանայք, բայց կինը Գյումրեի ակցենտը որ խոսում է, սիրուն չի, բայց տղեկը որ խոսում է, լուրջ բան ասում, խնդում ես, որտեղ անեց ակցենտ ունեն հումորային, որ բանը, ես ձեզ շատ եմ սիրում, ձեր ցավը տանեմ։ Ուղղակի քթներդ մի բարձրացրեք, ոչ ոքից բարձր չեք։ Ու այսօր ինչ արեցիք, երեք, ինչ արեցիք։ Դուք հասկանում եք ինչ եք արել։ Էլ եմ կրկնում 5000-նոց պուտան կեքը, ձեր մոտ պրախոդ ունեն։ Ցավմա ժողովուրդ ջան, իրոք սիրտս ցավմա, այդ ամեն ինչի համար։ Հիմա անես չի, որ ես պետքա բան լրիվ Նիկոլի կողմից եւ այլ, չէ, Նիկոլ ինքան սխալներ անում, ես այսօր վարով, եթե իմ մոտ բանելներ, վիբրներ, ես Նիկոլին չի ընտրի։ Բայց քանի որ վիբր չկա, արա Նիկոլին եմ ընտրում, հա ուրիշի չունեմ ես հիմա։ Հովսեփ Խուրշուդյանին մեծ հաճույքով ձայնից կտամ իրան։ Բայց ինքը ձայնը չի հավաքի, որ ինքը դառնա վարչապետ։ Միրզոյանին արած, հա, ես իրան կտամ ձայնս, բայց չի հավաքի։ Մի քիչ այդ փոփոխությունը պետք է լինի, մի մարդու վրա չպետք է լինի այդ մարդը, այդ մարդը չի կարում կառավարի, չի կարում, ինքը ազնիվ է, բայց չի կարում։ Աստված տա, եթե սա ուղղվի եւ այլ, բայց արդեն 7 տարի է, երիկա էլի, էլ ինչին հավատանք, քո երեխա չեն, такой большой сказки веришь։ Ու ես հիմա ուզում եմ վարչապետին ասեմ այդ իր բառերի համար։ Հա, եղավ ինչ եղավ Գյումրիում։ Բայց դա չի նշանակում, որ ինքը դառավ քաղաքապետ, դրանով ամեն ինչ ավարտվեց։ Գործեր կան, քրեականը հարուցեք։ Ոչ ոք չի գնահատելու, որ քրեականը չես հարուցել, դու ընես դեմոկրատ ես։ Ռումինիայում, որը Եվրասոյուզի երկիր է, պրոռուսական պարտիայի պետին ձերբակալին ու թույլ չտվեցին ինքը ընտրություններին մասնակցի։ Ռոմի պապից սուրբ ես ուզում լինես, պարոն վարչապետ։ Գործը հարուցեք, գործը շարունակեք։ Կստати, ինձ որ գցել է, ես հիմա հələ մեղքում եմ, հələ անունը չեմ տալիս։ Ժորժ ջան, հիշում եք երևի այն էֆիրներից ես ասի գյումրեցի մարդ ինձանից $100,000 փող տարավ։
Արա օֆիսը ցույց տվին թղթերը, բան, նոտարիուսի մոտ, ստորագրենք բան, տուդա-սյուդա, оказывается, այդ օֆիսի հետ այդ մարդը вообще կապ չուներ։ Ես էլ են լոխում Եվրոպայից նոր եկել, սաղին հավատու, sense բաներ։ Հիմա ինչ օրն այդ մարդը էտի մի բան։ Բայց քսող ինձ այդ Գյումրեցի եղել։ Շուտով ես անունել գտամ, բանել գտամ։ Բան չի։ Դրա համար էլ եմ կրկնում, ձեզ ոչ ոքից բարձր չդնեք, բան չանեք, մենք Գյումրեցի ենք, մենք Թասիբով ենք եւ այլն։ Հայկ Խանոմյանը 44 օրվա պատերազմի ժամանակ հետ մտավ, երկու գյուղ հետ վերցրեց գնաց 80 հոգի ջոկատ թողեց այնտեղ, որից մեծ ամասնությունը գյումրեցիներ էին, 4 հատ ադրբեջանցի մտան, զենքերը դրիկ հանձնվակ։ Իսկ մասը գոռում էր։ Մեր բաները, մեր տղեկը պլեն են ընկել։ Երբեք չեմ ասել ժողովուրդ, երբեք չեմ ասել այս բանը։ Ես ասում եմ, անդունդ կա, որը մարդը չպետք է բանը, մի նայեք այդ անդունդը։ Բայց հիմա ասում եմ։ Հա, 4 հատ ադրբեջանցու դեմ 80 հոգով զենքը դրին հանձնվան։ Ու սա Հայաստանը գոռում էր մեր տղեկը, մեր գերիները։ Դրա համար միած թափվեք ու հասկացեք, ոչ ոքից բարձր չեք, ցածրել չեք, ես ձեր ցավը տանեմ, բայց ոչ ոքից բարձր չեք։ Ես կաշմար բան եմ հիմա ասում, որ դուք իմանաք։ Այդ իմանաք ու դրանից ելնեք։ Հիմա ինչ, Վարդանիկը, որը եկել է պանյատներով եմ ապրում, ասում, արա, այդ ֆիրովել ասում է, սենց գողական աշխարհ, բան, տուտա-սյուտա։ Դա, այդ էիք ուզում, կերեք, շերեփով, հիմա լապելու եք 4 տարի։ Կներեք ժողովուրդ ջան, շատ էմոցիոնալ էֆիր էր, ուղղակի ես քանի օր ես երեք գիշերը չեմ կնել, մոտ տրակվում էր, ձեռներս դողում էր։ Մարինակայը երբեք չեմ հանդիպել, 18 թվից գրվում ենք բանում Facebook-ում, հա, ինքն էլ ամուսնու հետ նստած բան էլի գրում ենք, բան ասում Մարջան, իրոք չեմ կարում հանգստանամ բան եմ անում, ինքը մի հատ շատ ճիշտ բան ասեց, այնց դուրս եկավ իր բառերը։ Մի մեղադրեք դեմոկրատիան։ Մեղավորը մենք ենք, դեմոկրատիան չի։ Մենք ենք դա, որ Փարաքյար ու Գյումրի այդ ընտրվեց։ Մենք ենք դա։ Մենք մեջտեղից պետք է փոխվենք, այ ճղվենք, չգիտեմ ինչ անենք արդեն։ Արա 5000 դրամով ծախվես դու։ Չեմ խոսք է տվել, ում ինչ փող տալիս են, բանի կաշառք, ընտրակաշառք տալիս են։ Մեկը 10-ին հետ եմ տալի։ Եկեք ինձ դիմեք։ Մի հոգի չի դիմել։ Համով այդքան էտի համով, արա։ Եկեք քրականը պրոստը հարուցենք, արա, մեկը 10-ին 5000-ը տվել, 50000-ը տալիս եմ։ Եկեք դիմեք, մի հատ զանգեք, մի հատ գրեք։ Ես չեմ հասկանում, նրա 5000-ը ավելի համովականցնի իմ 50000-ը, причем ես ընտրակաշառք չեմ տալի, ես դրա դեմ ձեզ տալիս եմ պատվավճար, սենց ասենք, որ քրականը հարուցվի։ Ես ինչ արի կարա։ Գյումրեցիներ ջան, ես ձեզ ուզում եմ հավատամ, միջև հիմա Ղարաբաղցին ես էլ չեմ հավատում։ Իսկ գյումրեցիներին ես ուզում եմ հավատամ, տղեկ ջան, հուսամ ուղեք։ Իսկ Ղարաբաղցիք դուք կձուլվեք հայ կդառնաք։ Դուք հիմա հայ չեք։ Ես Հայաստանի քաղաքացիություն չեմ վերցնելու, սիկտիր Հայաստանից։ Լավ եք։